Այո, Արցախը հեռանկարային տեսանկյունից պետք է ոչնչացվեր եւ իրենք փորձեցին ոչնչացնել, որովհետեւ կրկնում եմ, Արցախի հարցը փակ չի։ Եվ երբ որ հարցը հասավ Հայաստանի, մենք բազմաթիվ անգամ ասել ենք, Արցախը եւ Հայաստան չի կարելի տարանջատել։ Հիմա եկել է հարցը Հայաստանի հիմար, որ մեկ էլ սկսում են դուրս տալ, որ այ մեզ կգան, ես կփրկի, եթե դու չունես ցանկություն ապրելու, քեզ ոչ մեկ էլ չի փրկի։ Իսկ Հայաստանի Հանրապետության իշխանությունների գործողությունների տրամաբանությունը միայն եւ միայն նրա մասին է, որ դու չես ուզում պայքարես քո ապրելու համար, բայց ուզում ես ապրես, տես չի լինում։ Եվ Արցախյան հիմնախնդիրը, Հայաստանի հիմնախնդիրը իրենք իրականում իրենց մեջ հետևյալ բաղադրիչություն են։ Իրենք խանգարում են նույն արևմուտքին իրականացնել գլոբալ պրոյեկտ։ Ու կապ չունի իրանք մեզ ինչ են ասում, սիրում են մեզ, չես, չկա տենց բան քաղաքականության մեջ։ Որ չլինի մերկապարանոց հայտարարություն, տեսեք, ես բան չեմ ասում, հարգելի հեռուստադիտողներ, բացեք ունեք, ովքեր են ամենաշատ ներդրումային ծրագրեր անում հիմա օկուպացված Արցախում, ովքեր, որ պետությունները, եւ կարծում եմ բոլոր հարցերը արդեն պարզ կլինեն։